Կա մի արտահայտություն, որը դուք հաստատ լսել եք։ Մի արտահայտություն, որը ձևավորել է մեր պատկերացումները 2000 տարի շարունակ, բայց ինչ կասեք, եթե այն ամբողջությամբ սխալ ենք հասկացել։ Դե ինչ, եկեք բացահայտենք ենթատեքստը։ Այս խոսքերը խաղաղ զրույցի արդյունք չէին։ Դրանք ասվել են դատարանում, իրական դատավարության ժամանակ, որտեղ կյանքն ու մահն էին դրված խաղաքարտին։ Ուրեմն, ինչ էր նա իրականում նկատի ունեցել ասելով այս աշխարհից չէ։ Հա, ավանդական մեկնաբանությունը մենք բոլորս գիտենք, այնպես չէ, որ նա խոսում էր երկնքի մասին, մի հեռավոր հոգևոր վայրի, որը ոչ մի կապ չունի այստեղ եւ հիմա մեր ապրած կյանքի հետ։ Բայց հիմա եկեք պատկերացնենք մի ուրիշ բան։ Իսկ եթե նա ընդհանրապես այլ աշխարհի մասին չէր խոսում, իսկ եթե նա խոսում էր մի մրցակից կառավարության մասին, հենց այստեղ մեր ոտքերի տակ, իսկ եթե ամբողջ իմաստը պարզապես կորել է թարգմանության մեջ։ Եկեք հետևենք փաստերին։ Ուրեմն եկեք վերադառնանք դեպքի վայրը, փորձեք զգալ այդ սենյակի լարվածությունը։ Սա աստվածաբանական բանավեճ չէր, սա քաղաքական դատավարություն էր, պետական դավաճանության մեղադրանքով։ Ընդամենը օրեր առաջ ամբողջը նրան ողջունում էր որպես իրենց օրինական թագավոր։ Իսկ հիմա նա կանգնած է հռոմեացի կառավարչի առջև, մեղադրանքը խռովություն, որը հավասարազոր է պետական դավաճանության, իսկ պատիժը մահապատիժ։ Իրավիճակն ավելի լուրջ լինել չէր կարող։ Եվ Հիսուսի պաշտպանական խոսքը պետք է ասել պարզապես փայլուն իրավաբանական քայլ է։ Ուշադրություն դարձրեք, նա չի ժխտում, որ թագավոր է։ Ընդհակառակը, նա վիճարկում է հենց դատարանի իրավասությունը։ Սա նույնն է, թե ասենք մի դեսպան օտար երկրի դատարանում հայտարարի, ձեր օրենքներն ինձ վրա չեն տարածվում, ես այլ կառավարության եմ ենթարկվում։ Եվ ամբողջ այս թյուրիմացության բանալին թաքնված է մեկ բառի մեջ՝ աշխարհ բառի։ Իսկ ինչ էր նա իրականում նկատի ունեցել։ Պատասխանը գտնելու համար մենք պետք է դիմենք բնօրինակ լեզվին՝ հունարենին։ Պարզվում է, որ հունարենում աշխարհ ասելու համար կա առնվազն 4 տարբեր բառ։ Նա կարող էր օգտագործել գե բառը նկատի ունենալով երկիր մոլորակը, կարող էր օգտագործել օյկումենն նկատի ունենալով ռոմեական կայսրությունը, բայց նա չարեց դա։ Նա ընտրեց մի շատ յուրահատուկ, շատ հստակ բառ՝ կոսմոս։ Դե եկեք մի պահ մոռանանք, թե ինչ է կոսմոս նշանակում մեզ համար այսօր։ Գիտեք, աստղեր ու գալակտիկաներ։ Այն ժամանակ այդ բառն ուներ բոլորովին այլ իմաստ։ Այն նշանակում էր կանոնակարգված համակարգ, սահմանադրություն, կառավարություն։ Դա հենց այն բառն էր, որով նկարագրում էին կանոնակարգված պետությունը, ինչպիսին էր հենց ռոմեական կայսրությունը, իրենց ժամանակի աշխարհակարգը։ Եվ այսպիսով ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Սա ոչ թե հոգևոր, այլ քաղաքական հայտարարություն էր։ Նա ըստ ասում էր. Իմ կառավարությունը ձեր կոսմոսի, ձեր սահմանադրական կարգի մաս չէ։ Դուք իմ նկատմամբ իշխանություն չունեք։ Եվ գիտեք ինչ, Պիղատոսը հռոմեացի կառավարիչը կարծես թե սա հիանալի հասկացավ։ Հենց դա է պատճառը, որ նա այնքան ջանում էր լվանալ ձեռքերը եւ հեռու մնալ այդ գործից։ Լավ, եթե կան երկու մրցակից կառավարություններ, որոնք գործում են նույն տարածքում, ապա ինչպիսին են դրանք։ Եկեք դրանք համեմատենք եւ տեսնենք տարբերությունը։ Մի կողմից Ռոմի կոսմոսն է։ Ինչպես է այն ֆինանսավորվում։ Հարկադիր հարկերով։ Ինչպես է կառավարվում։ Քեզ վրա իշխանություն գործադրող բարերարների միջոցով։ Իսկ մյուս կողմում Աստծո թագավորությունն է։ Այն ամբողջությամբ հիմնված է կամավոր նվիրատվությունների ու բարեգործության վրա։ Մեկ համակարգը տանում է դեպի ենթարկում, մյուսը դեպի ազատություն։ Եվ մի մտածեք, որ վաղ քրիստոնեական եկեղեցին պարզապես աղոթքի խմբակ էր, ոչ այն գործող կառավարություն էր, այն ամբողջական սոցիալական ապահովության համակարգ էր։ Նրանք հոգ էին տանում իրենց այրիների, որբերի եւ աղքատների մասին ամենօրյա ծառայության միջոցով, որը լիովին շրջանցում էր կեսալի սոցիալական ծրագրերը։ Ինչու՞, որովհետև նրանց ազատությունը կախված էր պետությունից կախված չլինելու։ Եվ հենց այստեղ է, որ այս հնագույն պատմությունը զարմանալիորեն արդիական է դառնում մեզ համար այսօր։ Որովհետև պետությունից նպաստներ ընդունելու գաղափարը, դե այն միշտ իր գինն է ունեցել։ Սա նոր գաղափար չէ։ Նույնիսկ հին հույն պատմիչ Պլուտարքոսն էր տեսնում այս վտանգը։ Նա ասել է. ժողովրդի ազատությունների իրական գործանողը նա է, ով նրանց մեջ տարածում է պարգևներ, նվիրատվություններ եւ նպաստներ։ Մի պահ խորեք սրա մասին։ Երբ կառավարությունը դառնում է ձեր կարիքները հոգացողը, այն նաև դառնում է ձեր տերը։ Սա մի հավերժական ճշմարտություն է։ Աստվածաշունչը սա անվանում է ծուղակ։ Երբ դուք ուտում եք կառավարչի սեղանից, երբ ընդունում եք նրա նպաստները, դուք անուղղակիորեն համաձայնում եք ձեր նկատմամբ նրա իշխանությանը։ Սա պարզ պայմանագիր է։ Պաշտպանությունը ենթարկում է պահանջում, ենթարկումը պաշտպանություն։ Դուք չեք կարող ունենալ մեկն առանց մյուսի։
Այսպիսով, երբ վաղ քրիստոնյաներին ասվում էր անարատ մնալ աշխարից, դա խնջույքներից կամ նորաձևությունից խուսափելու մասին չէր, դա նշանակում էր ազատ մնալ կառավարական կախվածության այս համակարգերում խճճվելուց։ Դա նշանակում էր անկախ մնալ, ապավինելով Աստծո թագավորության ցանցին, ոչ թե կեսար, Որն էլ մեզ բերում է ուղիղ դեպի ներկան։ Այս ամբողջ պատմությունը, այս խորը սուզումը մի հունարեն բառի մեջ, ի վերջո հանգում է մի ընտրության, որ դուք եւ ես պետք է կատարենք։ Ամեն ասոր մենք ընտրություն ենք կատարում, որ համակարգն է ստանում մեր հավատարմությունը, որ թագավորությունն ենք մենք ֆինանսավորում, մեր ժամանակով, մեր էներգիայով, մեր ռեսուրսներով, այն, որը հիմնված է հարկադրանքի վրա, թե այն, որը հիմնված է ազատ կամքի եւ բարեգործության վրա։ Որովհետև ահա թե որն է ամենակարևոր եզրահանգումը, Աստծո թագավորությունը մի վայր չէ, ուր գնում ես, երբ մահանում ես։ Դա մի կառավարություն է, որի քաղաքացին դու ընտրում ես լինել, քանի դեռ ողջ ես։ Դա ապրելակերպ է, հենց հիմա, հիմնված ազատության եւ մերձավորի հանդեպ սիրո վրա։ Այսպիսով, եթե այս ամենը ձեզ մտածելու տեղիք տվեց, եթե ձեր մտքում մի հարց առաջացավ, ապա ձեր ճանապարհորդությունը իրականում նոր է սկսվում։ Եթե այս վերլուծությունը ձեզ համար արժեքավոր էր, ապա հավանելը, մեկնաբանելը եւ հատկապես սկսվելն օգնում են մեզ ընդլայնել այս ցանցը նույն կերպ, ինչպես աճում է թագավորությունը, կամավորության սկզբունքով։ Եվ եթե պատրաստ եք ձեր ճանապարհորդության մեջ հաջորդ քայլն անել, միանալ մյուսներին, ովքեր փնտրում են այս ճանապարհը, ապա միացեք կենթանի ցանցին։ Խաղումը հենց այնտեղ է նկարագրության մեջ։ Շնորհակալություն, որ այս ամենը ինձ հետ բացահայտեցիք։